Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցից մի քանի օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, Աստանայի հետ քննարկում է եղել TRIP նախագծին Ղազախստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Առանց փակագծերը բացելու Փաշինյանը հիշեցնում է, որ երրորդ երկրների մասնակցության համար Երևանից բացի անհրաժեշտ է նաև Վաշինգտոնի համաձայնությունը։ Ղազախստանի մասով, TRIP-ի մասով քննարկվել է հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ TRIP-ում մասնակցությունը, ներգրավվածությունը ներդրումային, իհարկե այնտեղ ներդրումային հնարավորություններ լինելու են, հստակ սահմանված է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ, այսինքն երրորդ կողմերը կարող են ներգրավել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ Հիմա տարբեր երկրներ ցուցաբերում են էլի հետաքրքրություն, բնականաբար մենք ցուցաբերված հետաքրքրությունը ողջունում ենք։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցից հետո Երևանը միայն տեղեկացրեց, թե քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման շուրջ համագործակցելու հնարավորությունները, այլ մանրամասներ կառավարությունը չհայտնեց։ Զրույցից հետո ղրղզական լրատվամիջոցներից մեկն առանց աղբյուրներին հղում անելու գրել է, թե Փաշինյանը Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Կրղզստանը TRIP նախագծի բաժնետեր դառնան։ Ավելին, ըստ այս աղբյուրի, Երևանն առաջարկել է այս նախագծում 26% իր մասնաբաժնից հնգական տոկոս փոխանցել Ղազախստանին ու Կրղզստանին ներդրումների դիմաց։ Այս հրապարակման հեղինակները, սակայն, որևէ պաշտոնյայի հղում չեն արել։ Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում միայն ասաց. Երևանն է ներդրումային առաջարկների սպասում։ Պետք է նաև քննարկենք արդեն կոնկրետության մեջ, որովհետև այնուամենայնիվ ներդրումային ծավալը մեծ է, բայց անսահմանափակ չի։ Եվ պետք է հասկանալ, ով ինչ ներդրումային փաթեթ է, ներդրումային ծրագիր է առաջարկում եւ ընտրել լավագույնը։ Ղրղզական աղբյուրը նաև հայտնում է, թե հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև կոնցենսիոն պայմանագրով ռուսական կողմից կառավարվող հայկական երկաթուղիների ղեկավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը։ Հայաստանի իշխանություններն արդեն ամիսներ շարունակ պնդում են, Ռուսաստանի հետ կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը կորցնում է տարածաշրջանի երկաթուղային ցանցին միանալու եւ արևել-կարևմուտք բեռների տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու մրցակցային առավելությունը։ Քանի որ ըստ վարչապետի արևմտյան երկրները չեն ցանկանում Ռուսաստանի հետ գործ ունենալ։ Երևանը Մոսկվային առաջարկում է բարեկամաբար լուծել հարցն ու կառավարումը երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի փոխանցել։ Մի քանի օր առաջ վարչապետն ազգային ժողովում հայտարարեց, որ հայկական երկաթուղիները $400 միլիոն գնելու առաջարկ կա։ Այսօր, սակայն, ասաց, այն դեռ բանավոր խոսակցությունների մակարդակում է եւ հստակ առաջարկ չկա։ Հիմա այնպես չի, որ մեկը գրավոր պարտավորագիր է տվել կամ գրավոր առաջարկ է տվել, որ ես $400 միլիոն պատրաստ եմ վճարել, բայց այդպիսի բանավոր մակարդակում, այդպիսի, գիտեք ինչ կա քննարկում, որ կա չէ, որ մոտավորապես գնանշում է արվում, իսկ այս կներեք կոպիտ ասած այս ապրանքը ինչքանով կվաճառվի, եւ ասվում է օրինակ 350-400, այն մյուսը, որ մեր կարծիքով հետաքրքրված է, իսկ ինչ եք մտածում ես գնի մասին։ Հա, կարող վատ գին չի թվում, լավ գին է թվում, արդար գին է թվում, այսինքն այս ժանրի խոսակցությունն է։ Առանց երկրների անուններ տալու Փաշինյանն ասաց, որ այս հարցերը նաև պաշտոնական մակարդակում են քննարկում։ Մոսկվան կոնցենսիոն պայմանագիրն այլ կողմի փոխանցելու Հայաստանի առաջարկին ու պնդումներին, թե Հայաստանը մրցակցային առավելություն է կորցնում, սուր է արձագանքում, նույնիսկ պնդում, թե Արևմուտքը Հայաստանին փորձում է շանտաժի ենթարկել։ Ռուսական կողմը սպառնում է, որ եթե Երևանը խզի 30 տարով կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2038 թվականին, կպահանջեն շուրջ 20 տարվա ընթացքում իրենց կատարած ներդրումները։ Դրանք ըստ ռուսական կողմի հասնում են շուրջ $400 միլիոն։ Երևանի փաստարկները, թե ռուսական կոնցենսիան իբրև թե խանգարում է Հայաստանին մաս կազմել լոգիստիկ նախաձեռնություններին, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Ուղղակի ամոթ է այս մասին լսելը։ Չգիտեմ ինչքան ամոթ է, որ ստիպված եմ այդ մասին խոսել։ Այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումներն արդեն տարբեր մակարդակներում տրվել են։ Կրեմլի ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր նույնպես կտրուկ արտահայտվեց։ Դարձյալ հիշեցնելով ռուսական կողմի ներդրումները, նա պնդեց, թե Երևանն իրենց փաստարկներին պատասխանել
չի կարողանում։ Ինչպես հասկանում ենք, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել, որովհետև այդպիսի հակափաստարկ չկա։ Հաշվի առնելով, որ նախկինում կոնցենսիան փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում, պահանջելով չեզոքացնել տրանսպորտի ոլորտում ռուսական գործոնը։ Դրա փոխարեն բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստանում այնպիսի նախագծերում, որոնց տնտեսական ողջամտությունը չի դիտարկվում։ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին հորդորում է երկաթուղիների հարցով իրենց հետ բանակցությունների սեղանին նստել ու գործնականում քննարկել առկա խնդիրներն ու մտահոգությունները։ Հատկապես, երբ ինչպես Երևանում են վստահեցնում, հարցը բարեկամաբար լուծելու ցանկություն ունեն։ Թրիփ նախագծում Ղազախստանի, Ղրղստանի հնարավոր մասնակցության ու երկաթուղու կառավարումը Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ լուրերը շրջանառվում են մի շրջանում, երբ Ղազախստանի նախագահը միանալով Ռուսաստանի նախագահին Հայաստանին ուղղված գրություն է ստորագրել, պահանջելով մինչ այս տարեվերջ Եվրամիություն կամ ԵԱՏՄ հարցով հանրաքվե անել։ Ղազախստանը ԵԱՏՄ հիմնադիր անդամ է ու Հայաստանի վերաբերյալ որոշումներում նաև Աստանայի ձայնն է կարևոր։